ԽՍՀՄ, եղել է ԽՍՀՄ-ում ՊԱԿ-ի գործակալ։ Եվ ուզում եմ հասկանամ, ԽՍՀՄ այդ ժամանակ մեր հայրիս համար ինչ երկիր է եղել։ Ձեր համար, այդ քպեական էշերի ծնողների համար, այդ որ մենակական ջովենեշից տարբերվում։ Ընդհանրապես մի հատ անալիզ արել է այս անուղիղ բովանդակություն ունեցող զանգվածը, այս ցեխը, պոլի վրա թափած զիբիլը, вообще անալիզ արել է ԽՍՀՄ էդի ինչ երկիր է եղել։ Եթե ես չեմ սխալվում, դա մեր բոլորիս հայրենիքն է եղել, չէ՞։ Մենք այդ երկրում էինք ապրում, դա բոլորիս ընդհանուր երկիրն էր։ ԽՍՀՄ դա մեր հայրենիքն էր։ Այդ հայրենիքի համար մենք աշխատում էինք, ուրեմն արարում էինք, կռվում էինք մեծ հայրենական պատերազմում հսկայական զոհեր տալով հանուն այդ հայրենիքի։ Հիմա ապուշներ, եթե այդ երկրի հայրենիքի ՊԱԿ-ում գործակալ է եղել, նշանակում է, որ ինքը ծառայել է մեր հայրենիքին, չէ՞ մեր ընդհանուր հայրենիքին։ Հայրենիքի ծառա է եղել, ինչ որ մի բանի համար կարևոր օգտակար է եղել, եւ դրա համար ՊԱԿ-ը իր դիմել է, օգտագործել է հնարավորին չափ օգուտ ստանալու քաղելու համար։ Եվ այդ անձը ինչ որ արել է հանուն հայրենիքի, չէ՞։ Հələ մատ ուզումներդ լարեք, արել է հանուն հայրենիքի, չէ՞, որովհետև ինքը ապրում էր ԽՍՀՄ-ում, որ իր հայրենիքն էր, չէ՞։ Այ ապուշներ։ Բա հիմա ՊԱԿ-ը, որ օրինակի համար խելացի լիներ ու եզրասին դիմեր, եզրասն էլ ծառա էր, ինքը վատ բաներ անելու։ Հա, հաշվի առնելու, որ համայն հայության սփյուռքը աշխարհում մեկ սփռված լինելով, գրեթե այդ ամբողջ երկրներում, որտեղ որ տեղակայված են, սպրուտի նման մտածեն տարբեր տեսակի ոլորտների մեջ, շփում ունեն, գիտելիք ունեն, տեղեկատվություն ունեն եւ այլն եւ այլն։ Հիմա եթե եզրասի մեկը լիներ այդ ՊԱԿ-ում եւ այդ մեր աշխարհասփյուռքից ամբողջ հայությունից մեր կարողանար օգտագործելով դիրքերը ստանալ մեր հայրենիքի համար անհրաժեշտ տեղեկատվություն, տրամադրել մեր այդ ժամանակվա հայրենիքին եւ մեր հայրենիքը կարողանար ճիշտ կազմակերպել անվտանգային գործողությունները, պաշտպանվելությունը եւ այլ տեսակի, ուրեմն այդ ժամանակվա սովետի հասին հնչած զրպարտումները եւ այլն, այս ամեն ինչը ուրեմն ձեզ համար ոչ մի բան է, հա, դուք զիբիլի նման որոշել եք, որ արա դուք տեսաք, արա եզրասը կապ չունի, որ հերկվում է, որ փաստացի ապացուցում է կեղծիքը, որը միշտ եղել է սրանց զենքը, այս անասուն դավաճան թշնամի իշխանությունների զենք, այդ սաղ, այդ իրը դնում եմ մի կողմ։ Ես ձեզ հարց եմ տալիս, հայրենիքին ծառայելը, հայրենիքի համար գիտելիքներ բերելը վատ բան է արա։ Ես ռազմական հետախուզությունում եմ աշխատել, ունեցել եմ օպերատիվ ուղղություններ, եւ այդ օպերատիվ ուղղություններով տեղեկություններ եմ հայտնաբերել մեր թշնամի երկրներից, տրամադրել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի վերլուծություն անեն եւ դրա հետ կապված կազմեն մեր օրակարգը ապրելու, զինվելու, պաշտպանվելու։ Նշանակում է ես վատ բան եմ արել, արա, այդ իմ հայրենիքիս համար չեմ արել, այ դեբիլներ։ Նորից եմ ասում, լավ, ենթադրենք եզրասը ԿԳԲ-ի անդամ է եղել, գործակալ է եղել։ Արա ԿԳԲ-ի, ոչ թե Արաբատի նման Թուրքիայի։ ԿԳԲ-ն սովետի փլելուց հետո չի եղել։ Սովետն մեր հայրենիքն է եղել, էշեր։ Այ քպեական ապուշներ, այս տախոս անասուններ։ Հերիքը արա, դեբիլի տեսք եք թողում։ Խնդալու է կարա։ Այսքան բանն եմ ուզում ասեի, կարճ, հակիրճ, դիպուկ, հատկապես ուղված քեպեական էշերին, որոնք իրական էշերից տարբերում են միայն իրենց ականջների չափով։ Հա, մեկ էլ ուղիղը մի քիչ
իրանց շատ ավելի պակասա, քան էշերի մոտ։ Այդքան բան։ Լավ եղեք, բարի գիշեր եւ մնացած ուրիշ լավ բաներ։